Երբ որոշեցիք մշտական տեղափոխվել ԱՄՆ, այդ իմիգրացիոն պահը։ Սեղանի շուրջ ընկերներից մեկը ասեց, դու ինչի green card չունես։ Ահա։ Ասեցի, բայց ինչի պետք է ունենամ։ Ամբողջ հայազգը ունի green card։ Լավ բան ասում, ունեցի դա, բան, լավ ունենամ։ Նու գրեթե տարին մեկ անգամ ստեղ լինում էի։ Եվ ամեն անգամ ինձ նայում էի մարդկանց ընկերներիս, ասում էի դուք ախր ոնց եք ստեղ ապրում։ Ինչ որ մի նոր պրոյեկտ կա, որպես գաղտնիք կամ բացահայտեք։ Նկարանել եք Full House sitcom-ի գեղարվեստական ֆիլմը։ Վաու։ Շատ տարիներ մտածել էինք դրա մասին, բայց մի քիչ դուխներս չէր երիկում։ Իրական հետաքրքիր մի բան է, ամբողջ ազգը երևի անհամբեր կսպասի։ Շատ հետաքրքիր է ստացվել, շատ լավ է եղել։ Ձեզ ավելի հարմար եք զգում ԱՄՆ-ում, թե Երևանում, որտեղ եք ավելի տանը զգում։ Հետաքրքիր մեծ զգացողություն կա, երբ որ ես Երևանից վերադառնում եմ, Ամերիկայի միացած ես տուն եմ գալիս, էլի տուն եմ գալիս, բայց համենայն դեպս լիարժեք թե կապված իմ գործի հետ, թե մնացած ամեն ինչի հետ, իհարկե դա Երևանն է։ Ամերիկայում ավելի հեշտ անել բիզնեսը, ինչ գաղտնիքներ կան բիզնես անելու մեջ եւ ինչ դժվարություններ կան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները անսահմանափակ հնարավորություն ունի սպառման տեսակետից։ Այսինքն դու երբեք չունես հաճախորդի խնդիր։ Հաճախորդները այդ վճարունակ են։ 1998 թվականի Լոս Անջելեսը եւ 2025 թվականի Լոս Անջելեսը նման են իրար։ Այն ժամանակ Միացյալ Նահանգներում հայտնվելը դա իրադարձություն էր։ Իրականում այո։ Այսօր, չգիտեմ, այնքան է հեշտ եւ կարճ դարձել այդ ճանապարհը, որ մարդիկ շատ արագ գնում գալիս են օրը մի քանի անգամ նույնիսկ։ Ես գնամ որևէ մի տեղ, որևէ մի բան նկարվեմ, ստեղծեմ, նույնիսկ փող չստանամ։ Այդտեղից եմ ես ստանում իմ հաճույքը եւ էներգիան։